Համայնքի դերը երեխաների իրավունքների պաշտպանության բնագավառում մեծացնելու համար մշակվել է նոր նախագիծ, հատուկ մասնագիտացված սոցիալական աշխատող իրականացնի գործառույթը։ Այս մասին մայիսի 29-ի կառավարության նիստում հայտնել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, նշելով, որ 2004 թվականից հետո սա ոլորտի առաջին մեծ ու համապարփակ վերանայումն է։ Սահմանվել է բուլինգ հասկացությունը եւ ամրագրվել, որ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու դրանց կազմակերպությունները ձեռնարկելու են արձագանքող եւ կանխարգելիչ միջոցառումներ երեխայի բուլինգի կանխարգելման, բացահայտման, ինչպես նաեւ բուլինգի վտանգի տակ գտնվող կամ ենթարկված երեխաների պաշտպանության ու վերականգնման համար անհրաժեշտ մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ։ Ամրագրվել է, որ յուրաքանչյուր երեխա իրավունք ունի իր այլընտրանքային խնամքի ձևը եւ դրա նշանակման կամ իրականացման մասին որոշումը պարբերաբար վերանայվի, հաշվի առնելով նրա կարծիքը եւ լավագույն շահը։ Փոփոխություններ են իրականացրել խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի տարիքային պահանջներում, այժմ 55 է, դարձնում ենք 65։ Սահմանվել է ալիմենտի վճարման անկանխիկ ձևով ընդունման կարգավորումը, երեխայի մասնակցությունը որդեգրման դատավարությանը չի հանդիսանալու պարտադիր պայման, հստակեցվել են երեխայի կարծիքը ներկայացնելու գրավոր, բանավոր կամ տեսաձայնագրությամբ ձևաչափերը նրա մասնակցությամբ ցանկացած գործողության դեպքում։ Ոլորտում պարբերաբար փոփոխություններ են իրականացվում, որոնք կապված են միջազգայինորեն ընդունված կոնվենցիաների հետ, ընդգծեց գործադիրի ղեկավարը արձանագրելով. Երեխան ծնողի սեփականությունը չէ։ Եվ դա առանձնահատուկ հարաբերություններ են, եւ այդ առանձնահատուկ հարաբերությունների մեջ կան բազմաթիվ առանձնահատկություններ, իհարկե, եւ երեխայի իրավունքները այդ առանձնահատկություններից մեկն է։ Գործադիրի որոշմամբ պետական մարմիններին, պետական ոչ առևտրային կազմակերպություններին, հիմնադրամներին եւ այլ կառույցներին անշարժ գույքը կտրամադրվի վարձակալությամբ կառավարության սահմանած կարգով։ Այս ծրագիրն ուղղված է պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացմանը։ Հայաստանի Հանրապետությունում ձևավորված պետական գույքի անհատույց օգտագործման համակարգը տարիների ընթացքում հանգեցրել է մի շարք համակարգային խնդիրների, այդ թվում գույքի թերի կամ ոչ նպատակային օգտագործման, հանրային վերահսկողության ոչ բավարար մակարդակի։ Խնդրի լուծման համար առաջարկում ենք օրենսդրական նոր կարգավորում, ըստ որի պետական մարմիններին, պետական ոչ առևտրային կազմակերպություններին, հիմնադրամներին անշարժ գույքը տրամադրվելու է վարձակալությամբ կառավարության սահմանած կարգով։ Վարձակալությունից ստացված վճարները ուղղվելու են պետական բյուջե։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով պետք է պետական գույքի նկատմամբ վերաբերմունքը փոխել, շուկան ակտիվացնել եւ ինչու ոչ նաեւ մրցակցության մեջ մտնել մասնավոր կազմակերպությունների հետ։ Ցանկացած պետական գույք պետք է գնանշվի, որ մարդիկ հասկանան, որ դա արժեք ունի, որ ամեն ինչը ունի իր ծախսը, իր գինը։ Շատ կարևոր է նաև պետության եւ պետականության ընկալման տեսակետից, որ հասկանանք ամեն ինչը արժեք ունի։ Այն որ մենք այս աթոռների վրա նստած ենք, դա կոնկրետ արժեք ունի, գին ունի։ Կոնկրետ մենք մի ժամ այս աթոռի վրա նստելը կոնկրետ գին ունի եւ այդ գինը վճարվում է։ Եթե չվճարվի, X պահի աթոռը կկոտրվի, ել չենք կարա նստենք, հասկանում եք։ Պաշտպանության նախարարության նոր նախագծով ավելացվում են պարտադիր զինվորական ծառայության շարքային եւ կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողներին տրվող հիմնական արձակուրդի ժամկետները։ Այս պայդրությամբ գործող օրենսդրությամբ շարքային կազմը 10 օրով է արձակուրդ գնում, սերժանտական կազմը 15 օրով, 24 ամսվա ընթացքում, առաջարկով մարտական հերթապահությունում ընդգրկված զինծառայողները 24 ամսվա մեջ կունենան 30 օր արձակուրդ, որը որ իսկ ոչ մարտական հերթապահությունում ընդգրկված զինծառայողները 21 օր արձակուրդ։ Մյուս փոփոխության համաձայն էլ 2022 թվականից ռազմաուսումնական հաստատություններ ընդունված, ավարտած եւ սպայական պաշտոնի նշանակված սպաները կարող են ձեռք բերել բնակարան շուրջ 35 միլիոն դրամ հաշվարկով նրանց կարիքներին համապատասխան պետբյուջեից հիփոթեկային վարկավորմամբ։